Բարի լույս եւս մենք անգամ սիրելի հեռուստատող ուղիղ եթերը կենտրոն հեռուստատեսյան շարունակվում է եւ մենք արդեն հնարավորություն ունենք սկսելու զրույցը մեր այսօրվա հյուրի հետ։ Բարի լույս 34-92-86 հատկապես հեռախոսահամարը ասում եմ այն հեռուստադիտողների համար, ովքեր այսպես ջերմեռանդոներ անընդհատ զանգարում էին, ասեմ ավելին, սա ոչ այսպես վատ իմաստով, լավ իմաստով նույնիսկ մեր տան հեռախոսահամարն էին գտել հեռուստադիտողները, չգիտեմ որտեղից, այն դեպքում երբ նույնիսկ ժակը մեր տան հեռախոսահամարը չգիտի, բայց հեռուստադիտողը գտել էր եւ զանգարել էր մեր տուն ու խնդրում էր, որպեսզի մենք անպայման հրավիրենք Արծրուն Պեպանյանին, իհարկե նման խնդրանքները երբեք չեն մերժվում եւ Արծրուն Պեպանյանը գրող քաղաքական վերլուծաբան այս պահին մեր հյուրն է։ Բարի լույս, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ ինձ հարազատ հեռուստաընկերություն հրավիրելու համար։ Մեծ հաճույքով հրավիրել ենք եւ այնքան շատ են թեմաները, որոնք կարող են կարծրացնել, այնքան շատ բաներ կան, որոնք կարող եք դուք մեզ ներկայացնել։ Սկսենք ընթացքը տուր Լուսինե առաջին, այսպես գիծը, որից հետո արդեն խոսակցությունը վստահ եմ շատ հետաքրքիր կծավալվի։ Ես մի փոքր ուսումնասիրելով հնարավոր բոլոր նյութերը, որ ձեր մասին կային համացանցում կամ մամուլում, շատ կանգ առա, այսպես ինձ համար առանցքային կետ գտա մեր ազգային արժեքների կորստի եւ դրանց հնարավոր ձեռքբերման կամ ուղղակի այդ արժեքներով վերազինման մասին ձեր տեսակետները եւ վերլուծությունները, որոնք այնքան անհրաժեշտ են այսօր, որտեսի հնարավորինս շատ մարդիկ այդ մասին իմանան, բայց ցավն այն է, որ քիչ մարդիկ, այդ թվում եւ մենք, որ անդադար առնչվում ենք թե մամուլի, թե հեռուստատեսության հետ, նույնիսկ մեծ դա հասու չի եղել մինչեւ այսօր, նույնիսկ մենք չենք իմացել, որ կան մարդիկ, ովքեր իսկապես մտածում են այս ազգի խնդիրների բուն պատճառի, աղբյուրի մասին։ Այ կխնդրեի, որպեսզի առանց քաղաքականության, քանի որ ծրագիրը քաղաքականության հետ կապ չունի, ելի հեռուստադիտողներ մի ակնկալ եք այս ծրագրից քաղաքական վերլուծություն, բայց այնուամենայնիվ ինչպիսին է այսօր ազգային արժեքների վիճակը եւ ձեր կարծիքով մենք դեպի ուր ենք գնում այս համակարգով։ Նախ սկսեմ հետեւյալից, որ հատվածն է հասարակության ընկալում, հիմա բավականին բարեհաջող իրավիճակ է, շատերն են հասկանում, որ բարդ է մեր իրականությունը եւ խորքային պատճառներ կան եւ հարկավոր է դրանք գտնել, իսկ երբ ժամանակին ես առաջի քայլերը արեցի 97 թվականներ կարծեմ, եւ որ ասացի քաղաքական գործիչներին, որ ավելի լուրջ հարցեր կա, դուք հաջողության չեք հասնի, հարկավոր է լուրջ հարցերով զբաղվել, ես համարյա իրենց կողմից որակվեցի որպես ազգի դավաճան, որը մոլորեցնում է իրենց, շեղում է իրենց առօրյա այսպես քաղաքական պայքարից, բայց հետո աստիճանաբար ինձ մեղադրողները անհաջողություններ ունենալով մի քիչ իմաստնացան, հետո մեկ մի քանի նախագահներ փոխեցինք, իրականությունը չփոխվեց եւ շատերը սկսեցին մտածել, որ գուցե թե ինչ որ բան այն չէ, գուցե թե ինչ որ բան այն չեն կանում եւ հարկավոր է լուրջ վերլուծություններ անել հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչու է կատարվում եւ որոնք են քայլերը, որոնք գործարկելու դեպքում մենք կարողանանք ունենանք ինչ որ որակական դրական փոփոխություն։ Հիմա մենք բավական առաջընթաց ունենք այդ առումով, ճիշտ է երկրի վիճակը այդքան բարվոք չի, բայց ավելի շատ են նրանք, ովքեր սկսում են մտածել, որ հարկավոր է գոնե մտածում են, հարկավոր է մտածել։ Այսինքն եթե կա խնդիրներ, որոնք ուշադրությունից դուրս ենք թողել, մտքներովս չի անցել, որ դա խնդիր է, հա, դա ուղղակի իրավիճակ է, դրա կշռի, նույնիսկ դեռ 80 տարի առաջ մեր մեծագույն մտածողներից մեկը նկատել է, որ հայ մտավորականները սիրում են տրվել մակերեսային վերլուծությունների շատ արագ այսպես կմտածեն ինչ որ մի դեպ պատահեց, ով է մեղավոր, շատ արագ կգտնեն ով է մեղավորը, դա սովորաբար տվյալ պահի իշխանությունն է եւ վերջ, գնանք ասենք իրենց դեմ, բայց ասենք փորձել հասկանալ, իսկ ինչու են այդ իշխանությունները այդպիսին, ինչու է մեր հանրությունը այսպիսին եւ ելի նման ինչուներ, ասենք հավես չունեն, որ այդ հարցերը տան եւ պատասխանները փորձեն գտնել, իսկ դա ասենք որոշակի հատկանիշներ է պահանջում մարդուց, ամեն մարդու բան չի դա ասենք, էլի որ իր կյանքից նվիրի մի 10-15 տարի, որպեսզի հասկանա այդ երևույթները եւ հետո դու պիտի անցած լինես մի որոշակի դպրոց, ասենք ես ֆիզիկոս եմ, ինձ սովորեցրել են խնդիր լուծել, պատճառը հետևանքից տարանջատել եւ ասենք մեր ասենք ֆիզիկոսները երբեք հետևանքների դեմ չեն գնում, իրենք փորձում են պատճառը հասկանալ եւ այդ կերպել ես ժամանակին երբ առաջին իշխանության մեջ էի, ինչպես ասում են նախագահային ձեռքով էի բարևում, հետո աստիճանաբար տեսնելով որ ծրագիրը եւ իրականությունը հեռանում են, սկսեցի ինձ հարց տալ, ի տարբերություն մնացել, ինչու այսպես, ինչու այս տղաները որ շարժումով եկան
իշխանության, ժողովրդի ձեռքերի վրա աստիճանաբար ինչ-որ փոխվում են եւ կուրսն է փոխվում եւ երկիրն է փոխվում, ի՞նչն է պատճառը եւ հետո սկսեցի հետ գնալ։ Ասենք կոմունիստական շրջանը նայեցի, արդյոք այն ժամանակ լավն են եղել, հետո մի անգամից կտրուկ վատացել է։ Այդ դեպքում ասենք ես էլ կմիանայի շատերին եւ կասեի առաջին նախագահն եմ եղավ, չէ՞։ Ու հիմա այս վերջի փուլին որ գանք, հետո ասեցին երկրորդն է եղավոր, հիմա ասում են երրորդն է եղավոր։ Ու այսպես շարունակ։ Բայց ասենք դա իմ կոնցեպցիայի օգտին է, եթե դուք 3 նախագահի մեղավոր եք համարում, նշանակում է ինչ-որ ավելի լուրջ խնդրեմ կա, որ այդ 3-ին մեղավոր է համարում, մինչդեռ իրենք հետևանք են։ Ես ժամանակը մեծ այդքան չի ների, որ ամբողջ ներկայացնեմ, բայց կան երևույթներ, որոնք որոշում են մեր իրականությունը։ Ինչեր մենք չհասկանանք, որոնք են այդ երևույթները։ Այդ երևույթները ես չեմ կարող 2 րոպեում ներկայացնել։ 2 րոպե չէ, մենք ունենք ժամանակ։ Եկեք միասին էքսկուրս անենք, էքսկուրս անենք։ Պատկերացրեք դուք Արծրուն Բեպանյանն եք 97 թիվն եւ այսպես մտածում եք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Միասին հետ գնանք։ Գնացինք։ Գնում ենք կոմունիստական շրջան։ Հիշում ենք, ասենք, բարեբախտաբար ես այն ժամանակ չափահաս էի, եւ ես հիշում էի, բացի պաշտոնական թերթերի հրապարակումները, որ կարդակ, դա նման են մեր այսօրվա պաշտոնական թերթերին, ինչ լավ է, ինչ լավ է։ Բայց եթե հիշում ես կենցաղը մարդկային հարաբերությունները, զգում ես, որ այնքան է շատ չի տարբերվում սովետական Հայաստանի իրականությունը, ասենք ներկայ Հայաստանի իրականությունը։ Այսինքն բխում է սովետականից դա կբխեր։ Այն ժամանակ կարգավորված չէր, որ հետո ինչ որ տղաները գային չար եւ փորձերին, ասենք, աղավաղել։ Հիմա այսքանը դեռ գուցե բավարար չի, ասենք մեկ օրինակը մի քիչ փորձեցի հետ գնալ, ասենք ուսումնասիրենք առաջի հանրապետությունը, որտեղ արդեն էլ պետություն է, արխիվներով, այդ պետության մասին մեզ միայն պատմում են ինչպես ոգեշնչող դրվագներ, հերոսներ, բայց ասենք բարեբախտաբար կա արխիվ եւ ամեն ինչ ֆիքսված է այնտեղ։ Եվ որ բացում ես արխիվը, մի ահավոր տեսարանի ես հանդիպում, ես նկատում եմ հանրային կյանքի կարգավորվածության առումով մի խայտառակ իրավիճակ, ժամանակ չկա չնկարագրեմ, բայց շատ վատ, ահավոր վատ։ Բայց 2 բառով այն ամենայն։ Ո՞րն է այդ իրավիճակը։ Ну, ասենք, ժողովրդի սոցիալական վիճակը դա բոլորին։ Կարսի նահանգապետը նամակ է գրում ղեկավարությանը Հայաստանի եւ վկայակոչելով թե ինչ անարխիա է կատարվում մարզերում իշխանավորների կողմից, ինչ թալան, մարդկանց հանդեպ ինչ վատ վերաբերմունք, ինքը ցիտում է, որ ֆիքսում է, որ այս ամենայն պատճառով է, որ մենք պետական մտածողություն աշխարհից չունենք։ Մարդը ֆիքսում է ու շատ են եղել կան այդ ժամանակվա անդիմադիր թերթերի հրապարակումները, որ ասենք ով ինչքան շատ թալաներ պաշտոնյանից, այնքան իր համար լավ էր, ել ավելի վեր կբարձրանար։ Մոտարապես այն ինչ որ այստեղ կա։ Երբ որ սա էլ համադրում ես, տեսնում ես, որ վերջի 100 տարվա մեջ շուտ մի գիծ է գնում, միանշանակ մի գիծ է գնում վատի առումով, ունենք չկարգավորված հանրություն եւ այստեղ հարց է առաջանում, իսկ գուցե Աստված մեզ հենց այսպես է ստեղծել է, կա չէ, այսպես է տեսակետ, որ ասում են, այսպես եղել է, այսպես էլ կլինի, ոչինչ լավ չի փոխվելու։ Առաջի ռեակցիան իհարկե սա է վերլուծաբանի, որ տխուր պատկերներ եւ փորձում ես մի քիչ հետ գնալ, ինչ է կատարվում եւ ասենք դրանից հետո մի քիչ ավելի տխուր շրջան է սկսվում, մինչեւ 1000 թիվը։ 1000 թվականից մինչեւ 1800-ի կեսերը, լավ գիտեք, Հայաստանը, ասենք, օտար լեզվի տակ էր եւ նրանք խնդիր ունեին վերացնել ազնվականությունը, թույլ չտալ, որպեսզի ազգային մտածողություն, ազգային արժեհամակարգ առաջանար, այդ ամեն ինչը պիտի ճնշվեր, հանրությունը գտնվում էր գոյատևման խնդրի առաջ եւ ասենք այդ դեպքում իր մոտ ձևավորվում են որոշակի հատկանիշներ, բացասական հանրության կազմակերպման առումով, որոնք հետո դառնում են բնավորություն, այդ բնավորության գծերը մենք հիմա տեսնում ենք, ասենք, ել վերջին դա տեսնում ենք, որը դա խանգարում է մեզ, որ մենք կարողանանք մեր երկիրը կարգավորել ու զարգանալ։ Սա արդեն մեր ներքին խնդիրն է։ Նույնիսկ եթե հիշեք Բայրոնն էր նկատել, որ հայերի դիտարկելով ասել էր այս մարդկանց մոտ կա եւ լավը եւ վատը։ Եվ ինքը ասել էր այս վատը ձեռբերովի է, իսկ լավը Աստծո տված։ Դե ինչպես է նա կարողացել զանազանել, դա քրքիր է, բայց իրականությունը դա է։ Հիմա փորձենք մի քիչ հետ գնանք, ասենք 1000 թվականից էլ մի քիչ հետ գնանք, եւ այստեղ այս ընթացքում մենք մեզ հուսադրում է այն, որ
մենք միշտ այսպեսին չենք եղել, չկազմակերպված եւ այլն, որովհետեւ մենք հիշում ենք անուններ, Տիգրան Մեծ եւ այլն, մենք հիշում ենք մեր երկրի քարտեզները, որ աշխարհի հզորների մեջ ենք եղել, սա միանգամից մեզ հուշում է, որ այն թեզը, որ միշտ այսպես եղել, այդպես չէ։ Նշանակում ինչ որ մի շրջան մենք ունեցել ենք որոշակի դերակատարություն, եղել են կազմակերպված, եւ հետո ինչ որ բան եղել։ Հիմա այստեղ երկու ֆրազով է սա ասեմ, ուրեմն ես վերցնում այսպեսի մի մոդել, որը այդքան էլ գիտական չէ, բայց եկեք զրուցում ենք, ես թող հեռուստադիտողը սա չընկալի որպես գիտական թեզ։ Հետևյալն եմ առաջարկում, եկեք այսպեսի մի ուսումնասիրություն անենք, ենթադրենք, որ պետության սահմանը ուղիղ կապի մեջ է հասարակության կազմակերպվածության հետ, հասարակության ունեցած ռացիոնալ արժեհամակարգի հետ։ Սխալ բան չեմ, չէ՞, ասում։ Եթե ազգը կազմակերպված է, պետությունն էլ մեծ կլինի։ Օրինակ, բերենք օրինակ հայ ազգի մեջ կազմակերպվածություն առաջացավ 88-90 թվականներին, տարածքավորեցավ։ Հենց որ կթուլանանք, էլի կթուլանա։ Հիմա այդ տեսակետից ենք մենք հետ գնում, մեր պատմության մեջ հետ են գնում, առաջին պետությունից հետո բավական երկար ժամանակ չկա պետություն, հետևաբար նաև կազմակերպված չենք, բայց սա միանշանակ չի, որովհետև կարող արտաքին գործոն լինի, քո կազմակերպվածությունից ուժեղ ու քո վրա բռնություն գործադրի։ Միանշանակ չի սա, էլ։ Ու ասենք 8-ից 9-րդ դարերում պետություն ենք ունենում, մի դրվագ, ոմանք ասում են, ահա, սա է մեր լուսավոր կետը, եկեք սա հիմք ընդունենք եւ Բագրատունյանի թագավորությունից փորձենք, ասենք, նմանակել կամ այդտեղի դրական որակները բերենք մեր մոտ, բայց էլի հարց է առաջանում, արդյոք մինչ այդ մենք անապատերում թափառող ինչ-որ հանրություն էինք, հետո բախտի բերման պետություն ունեցանք, թե ինչ-որ ավելի հին շրջանում ավելի լավն եք ունեցել։ Ու եթե մի քիչ շատ հետ գնում ես, դու տեսնում ես աշխարհի քարտեզները, որտեղ նույնիսկ ամենաառաջի քարտեզները, որ մարդկությունը գծել է, Հայաստանը կա, Հայաստանը ամենամեծերից է։ Հետո բարձում է, որ մի քանի հազար տարի, շատ ավելի քան դրանից հետո է եղել, մի քանի հազար տարի հայ ժողովուրդը եղել է աշխարհի ամենահզորներից, ամենահզորների հետ իր հետ հաշվի են նստել, եթե ասենք լավագույն հնգյակի մրցույթ հայտարարել, ասենք ինքը այդ մի քանի հազար տարի մեջ միշտ կլիներ առաջինից 5-րդ տեղը։ Այսինքն այսօրվա մեծ հնգյակի կամ մեծ տասնյակի այս ժամանակ մենք ենք եղել ու մշտական մենք տեղ ունենք։ Իդեպ մի փոքրիկ բան եմ ուզում ասել, երբ առաջին անգամ մենք հազարավոր տարիներ ունեինք պետականություն ու հանկարծ այդ թագավորությունը անկում ապրեց, երեք ընթերցում էի Մորիկ Կայսեր նամակը, մի քանի օր առաջ աչքովս ընկավ ու շատ հետաքրքիր էր։ Չկա պետականություն, հա, այդ Վարդանանց պատերազմի ժամանակահատվածն է ու այնտեղ նամակ է գրված, նամակից մի փոքրիկ դրվագ։ Մեր տերության մեջ կա մի ժողովուրդ, որը մեզ խանգարելու է մեր նպատակները իրականացնելու, որովհետև շատ կազմակերպված է եւ շատ ըմբոստ ու խելացի։ Մենք ունենք երկու տարբերակ, կամ ժամանակի ընթացքում նրանց մեջից վերացնենք արժեքները, կամ սպանենք ու բնաջնջենք ամբողջ այդ ժողովուրդը։ Ուրեմն երկուսը փոխել են անել, բայց իրականում երկրորդը ստացվել է, հասկանում։ Կարճ ընդունենք, որ մի քանի հազար տարի մենք եղել ենք աշխարհի հզորներից, հետեւաբար ունեցել ենք արժեհամակարգ, սա մի այլ հարց է, կարևոր, որ պիտի պարզենք, ինչ արժեհամակարգ ենք ունեցել, ինչպես ենք կառուցել մեր հանրությունը, դա մեր սեփականն է, մենք ընդհանրապես մոռացել ենք եւ հարկավոր է վերականգնել։ Վերականգնվելու եղանակի մասը, եթե ժամանակ լինի, ես ձեզ կասեմ, բայց ինչ եղավ մեզ հետ, ասենք, այդ հզոր ժողովուրդ, որ էինք։ Ուրեմն մի քանի շփումներ են եղել, ասենք, հայ հանրությունը օտարների հետ, այնտեղ մի քիչ ավելի, այսպես ասենք, ցածր կարգի հանրությունների հետ ինչ որ դեգրադացիոն process-ներ են գնացել, մի քանի արշավանքներ է եղել Հայաստանի վրա, շփումներից է եղել, բայց գլխավոր փոփոխությունը իմ կարծիքով եղավ քրիստոնեություն ընդունելուց հետո, ու այդ պահին ես այդքան չեմ ուզում անդրադառնամ, քրիստոնեություն ընդունելուց հետո Հայաստանի ներսում նույն կրոնի մեջ սկսեցին առաջանալ տարբեր ճյուղեր, այսօրվա տերմիններով ասած աղանդներ։ Եվ իրենք այնքան հզոր էին այդ թևերը, որ բավական հզոր արճակատում էր գնում, դա տևել է մոտավորապես 700 տարի։ Ամբողջ 700 տարի պատկերացրեք Հայաստանի տարածքում կգնա ներքին քաղաքացիական պատերազմ, երկու կողմից զոհվեն լավագույն տղաները, հիմա տեսեք Ղարաբաղյան կռվում մենք կորցրեցինք n թվով լավ որակի տղաներ, մեր հասարակությունը դեգրադացիոն process-ի մեջ ընկավ։ Դե պատկերացրեք ամբողջ 700 տարի ազգը երկու կողմից
պատերազմների մեջ լինի եւ բարձր ինքը արդեն որակական առումով կորուստներ ունենալու։ Ցանկացած պատերազմ ստանում է լավ տղաներին։ Դա գումարում ենք իրար, գումարում ենք այն ձեր ասածը, որ դրսի ուժերը ջլատելու համար հայերին նպատակային եւ նույն կայսեր մի ուրիշ նամակն կա, որ ես իմ մոտի զորքերին ուղարկեմ այն կողմ։ Պարսիկ թագավորն ասում, դու էլ ուղարկի այն կողմ։ Եթե կհաղթեն, մենք կհաղթենք, եթե կպարտվեն, մենք կհաղթենք։ Այդպես էլ արել են։ Մոնղոլները շատ դաժան հարված հասցրեցին ազնվական տները վերացրեցին ու ասենք մեր մոտ գնաց այդ մոռացումը, թե ով ենք մենք մոռացումը գնաց, բայց մինչև 1000 թվականը հայը պահպանել է իր հատկանիշները։ Այն ժամանակվա ձեր նշածողումը բյուզանդական ուրիշ աղբյուրներ, որ վերցնեք իրենց բնորոշումները հայի, իրականորեն տարբերվում է այստեղից։ Հայը, եթե ասել են մեկին ուզեցել են ներկայացնել որպես քաջարի հզոր հպարտ, ասել են ինքը հայ է, ու վերջ։ Արդեն դա եղել է ատական։ Բավական երկար ժամանակ, մինչև ասենք 1000 թիվը։ Դրանից հետո իմ նշած եւ այլ դեգրադացիոն process-ների պատճառով, ասենք հայ հանրությունը դուրս դրվեց պատմության զարգացման այդ ընթացքից, հայտնվեց Ռուսացքում ու եկանք ասենք այս իրավիճակի։ Հիմա սա իմ ասացի մեջ եւ տխուրը կար եւ ոգևորողը կար, որ մենք ի սկզբանե շուտ թափված չենք եղել։ Մենք ունեցել ենք հզոր պետություն, տվել ենք հզոր արժե համակարգ, աշխարհի շատ ու շատ երկրներ մեր տարածք համարել են սրբազան, եկել այստեղից տարել են գիտելիքներ, կամ մենք ենք տարել, շատ ես այդ փաստերը չբերեմ, շատ կան, որ ասենք այ ժողովուրդը նշածս փոլում, նույնիսկ մինչև հիմա էլ որ վերցնեք առանձին անհատներ, էլի գենետիկ հիշողությունը կա, կրող ու համաշխարհային գործեր կստեղծել։ Մշակույթի առումով որպես առանձին վերցնենք, մենք էլի աշխարհների հզորի մեջ ենք, բայց կենցաղային մշակույթը, որ փոխհարաբերություններով այնպիսի պայման ստեղծենք, որ մենք մեր աստոտված այդ հատկանիշները ունեցող մարդիկ առաջ գնան եւ իրենք մեզ առաջ տանեն, սա արդեն մեր մոտ խախտվել է։ Մենք ասենք ինչ որ մի process-ի մեջ ենք ընկել, երբ որ մենք մեր սեփական զարգացումը խանգարում ենք։ Ու ես կա այդ խախտումը վերացնելու կամ ինչ որ կերպ պայքարելու այդ խախտումը։ Ուրեմն նախ հարկավոր է այս նշածս խնդիրը շատ ավելի հանգամանալից ուսումնասիրել։ Հիմա ես ասեմ դուք զուգահեռեք մեր քաղաքական գործիչները ինչ են ասում։ Մեղավորը սա է, առաջ սա էր, դրանից առաջ սա էր, այսինչ մարդիկ էին, իրենց շրջապատներ, եկեք գնանք իրենց հեռացնենք, այ որ կհեռացնենք լավ կլինի, մի քանի անգամ մենք տեսել ենք, որ իշխանապահություն բարեբախտաբար ունեցել ենք, ոչ չի փոխվել։ Այս կարգի խնդիրներ պիտի դրվի։ Հիմա կա արդյոք ելք այս իրավիճակից, ուրեմն այս մտահոգությամբ ես սկսեցի ուսումնասիրել մի շարք ժողովուրդների պատմություն, ովքեր պիկ են ունեցել, բայց մինչ այդ պիկը իրենք եղել են թափված իրավիճակում, ասենք, իրենք էլ մեզ նման համարել են անհույս, չէ, մեր պատմությունը ոչ մեկ չի ունեցել, մերը մի քիչ ուրիշ է, մենք ամենատխուր պատմություն ունենք, քանի որ բավական երկար ժամանակ սեփական պետությունը չենք ունեցել, բայց ի տարբերություն այլոց անցյալի մեջ մեր ունեցած դերակատարություն, արժանապատվը ոչ մեկ չի կարող դրան հասնել, ասենք, եւ դրականը կա, եւ խանգարողը կա։ Ասենք ուսումնասիրել եմ մի քանի ժողովուրդների փորձեր, ովքեր ասենք իրենց մտավորականությունը տեսել են իրականությունը, սա եւ փորձել են ասենք ինչ-որ ելք առաջարկել, ի տարբերություն այս ստանդարտ քաղաքական, այսպես ասեմ, եվրոպական մեթոդներից, հա, որը պայքարն է, եւ կա նման փորձ եղել է պատմության մեջ մի քանի անգամ, ամենը ուրախացնողը այն է, որ առաջինը մեր մոտ է եղել Հայաստանում 1918-20 թվականների, դա իրականացրել է Գարեգին Նժդեհը շատ դժվարին պայմաններում, շատ նեղ ինչ-որ հանրային միջավայրում, այսպես անտակցիու վրա սուրը ձեռքին, բայց նաև մտածելով, թե ինչ կարելի է անել այս հանրությանը, որ ինքը ոգի առնի ու փոխվի։ Եվ պատմությունից փաստեր գիտենք, որ իսկապես ինքը շատ փոքր թվականակի մարդկանց մոտ հաջողեցրեց ինչ-որ արդյունքների հասնել, որը ասենք սովորական քաղաքականության տեսակետից դժվար պատկերացնելի։ Հետո ինքը, երբ որ մի 10-20 տարի հետո Եվրոպայում որոշ ժողովուրդներ սկսեցին այդ նույն մեթոդը կիրառել, դա կոչվում է պահպանողական հեղափոխություն։ Ինքը քմծիծաղով էր գրում, որ այ ինչ որ դուք հիմա ուզում եք ստեղծեք, ես Զանգեզուրի լեռներում ստեղծել էի, վաշտեր էի ստեղծել, ուխտեր էի ստեղծել,
այս մեթոդը ես կիրառում էի։ Ես ինձ համար միշտ զարմանալի եղել թե ինքը որտեղից դա վերցրեց, եթե ասենք հետագայում գերմանացիները, իտալացիները, եվրոպական ժողովուրդները դա կիրառում էին, հասկանալի էր, իրենցից առաջ փորձ կար, շփումներ կար եւ սովորում էին փիլիսոփայություններից, հնարավորություն ունեին հնագույն արժե համակարգերը ու նաեւ գաղտնի գիտելիքներ ուսումնասիրել առանց դրա հնարավոր չի։ Այս ամեն ինչի հնարավորությունը կար։ Ուներ հաճա Գարեգի Նժդեհ այդ հնարավորությունները, այդ դժվար պայմաններում, որ ասենք ուրվագիծը տվեց այդ ամեն ինչի եւ քայլեր փորձեց անել, իսկ հետագայում էլ ասենք այդ տեսությունը ինքը զարգացրեց եւ ճիշտ է, այսպես վերջնական համակարգված տրված չի մեզ, քանի որ ուղղակի խառը ժամանակներ հնարավորություն չի ունեցել, բայց իր գրքերի մեջ կա այդ ամեն ինչը։ Ես ընդհանրապես այդ հայացք, ասպես ասում եմ, այս լույսի ներքո այեցի իր աշխատությունը եւ հանեցի այդ համակարգը, որը ուսանող կիրառել են իրեն ժողովուրդների վրա, այնպես որ վիճակը անհույս չի, բայց միտքը պիտի աշխատի նախքան գործողությունը։ Այսինքն կարելի է ենթադրել, որ դուք այսպես ակնարկում եք նույն Հիտլերի քաղաքականությունը, այսինքն արթնացնելով մարդկանց մեջ կամ թեկուզ նրանց արհեստականորեն համոզելով, որ իրենք ամենահնագույն մշակույթի կրողն են, նրանք արիացի են եւ նրանք իրավունք չունեն այս թափթփված վիճակում ապրել, պետք է զենք վերցնել, պետք է գնալ ու պետք է հզորացնել երկիրը եւ նա իրականում դա կարողացավ անել, այնպես չէ՞։ Դեր ասած մոտավորապես 5-6 դուք դրվագ նշեցիք, որից 3-ը կարելի է վերցնել, մյուս 3-ը չէ։ Զենք վերցնելը, չգիտեմ, հիտլերիզմը չէ, բայց դու եթե գաղափարը ընդհանուր, մոդելը նաև վերացնում էր այն մարդկանց, ում համարում էր թափթփվածության հիմք կարող են հանդիսանալ խանգարող տարրերի ֆիզիկական, այո, ֆիզիկական վերացումը եւս ենթադրվում էր այդ քաղաքականության։ Դա ուրեմն եկեք շատ առաջ չգնանք, սկզբից ասեմ, որ տարբեր ժողովուրդների մոտ տարբեր դրսևորում է ունենում, նայած էլիտան ինչ խնդիր է դնում իր առաջ, ես միշտ ասում եմ, եթե իմ խոսքերից նման հետևություններ կարող է հանգել, ես միշտ ասում եմ, դուք վստահ եք հայերը ֆաշիստ չեն կարող դառնալ, իրանց էության մեջ դա չկա, նույնիսկ շատ հնագույն ժամանակներում կա դեպքեր, երբ որ հայերը ինչ որ գրավում են, նույնիսկ գալիս ասում են նրանց էլիտային եկեք ոչնչացնենք, նրանք այս են արել, ոչ մի ձեր հայ զորավարը չի համաձայնում։ Մեր էության մեջ դա չկա։ Գերադասել մեղքը, հա։ Քեզ ուրիշին գերադասել խնդիր չի։ Հայերի մոտ հին ժամանակ եղել է արժե համակարգ ստանալը, պահելը, մարդկությանը տալը։ Եվ ոչ թե ասել մենք հին ենք, ուրեմն մենք բոլորից լավն ենք եւ այլատացությունը դուք չեք գտնի։ Անկամ հիմի չեք գտնի, որ ինչ որ խնդիրներ ունեն, դա չկա հայերի մոտ։ Այստեղ պարզապես ինչ նպատակ ես դու դնում, ու այդ նպատակն էլ ասենք մենք չպիհորինենք, էլի։ Որն է մեր նպատակը։ Ազանգի պատասխանենք։ Վաղուց զանգ ունենք, մի պահ տեսնենք ինչ է հետաքրքրում հեռուստադիտողին։ Բարի լույս։ Ալո, բարի ձեզ։ Բարի ձեզ, լսում ենք ձեզ։ Ես ողջունում եմ ձեր հյուրին, ինչպես եւ ձեզ։ Շնորհակալություն։ Ձեր ունկնդիրն եմ եւ սիրում եմ հայ ժողովրդի մասին երբ խոսում եմ եւ ունեմ հետեւյալ հարցը։ Մամիկ արդյոք ինչպիսի արժե համակարգ թողեց Մամիկոնյան դինաստիան հայ ժողովրդի կյանքում եւ մի հարց ինձ վստահեցրել է մի 3-4 օր առաջ ժուրնալիստ Պետրոսի մոտ մի կաֆեի ոնց որ կներեք արտադրյոց փրճոտի մեկներ ասեց, որ ճենաց Մամիկոնյաները ունեն չեչենական ծագում, օրինակ բերեց Մովսես Խորենացին։ Ես կարտացել եմ Մովսես Խորենացին Ճենաստանից եկած Ճենաց աշխարհից են, ինչպես Փաստոս Բուզանդն է հաստատում, որ նրանք եկել են մամկոների ցեղից են, փախել եկել են Բասկաստան, այնուհետև Հայաստան, պարսիկներն են տեղավորել եւ մնացել են մեր հայ ժողովրդի բնորանում եւ ինչպիսի արժե համակարգ են թողել մեր ընդհանուր հայոց պետության կյանքի մեջ։ Շնորհակալություն։ Չեչնիայից, հա, այս ինչու՞նորից է։ Ես հիմա շուտով կհրատարակեմ Պապ Թագավոր վեպը
եւ այդ շրջանը ես ուսումնասիրել եմ գեղարվեստական գործեր, նաեւ առաջվել եմ Չոչապով Մամիկոնյանների տոհմին, այդտեղ շատ բարդ բաներ կա, ես հիմա շատ չեմ ուզում դրան անդրադառնամ, եւ լավ եւ վատը սկզբի պահով, ինչպես են ասենք, եկել, տարբեր տեսակետ կա, դրսից են եկել, ոմանք էլ ասում են իրենք շուտ էին գնացել, ինչ-ինչ պատճառով նորից հետ են եկել, մաքուր հայերն, դա թողնենք, ես իմ կոնցեպցիայի հետ կապված ասեմ։ Գարեգին Նժդեհը, երբ որ խնդիր էր դնում, իսկ ինչպես փոխենք մեր հանրությանը, սովորաբար վերցնում են, ընդհանրենք մարդը եւ հիվանդ է, հիմա գանք այդ թեմային, ընդհանրենք մարդը հիվանդ է եւ ինչ-ինչ դեպքերի պատճառով վթարվել է, դեմքը աղավաղվել է, մենք պիտի վերականգնենք, պատկերացրեք մենք կախարդական բժիշկներ ենք, դա կարող ենք մենք անել։ Բայց որպեսզի տվյալ մարդուն մենք վերականգնենք եւ որից ասենք գնա հանրություն, քո հարազատների քո ընկերության մեջ, մեզ ինչ է պետք։ Իմանալ նրա անցած ճանապարհը, նրա բնավորության գծերը, ամեն ինչ ժամանակ նաեւ իր պարամետրերը, ամենակարևորը պատկերը։ Իր պատկերը իմանալ, եթե մենք հանկարծ այդ պատկերը ձևակերպենք մեր ցանկություններից ելնելով, կամ դուք ասեք, ես սիրում եմ, ասենք, կապույտ աչքեր, այսպեսի չի դա, էլի, ասենք, ես էլ ասում գանգուր մազերն այս դուր գալիս, եւ ինչ-որ մի բան կստանանք, իդեալական պատկեր կստանանք։ Ինքնատուր պրոբլեմ կունենա, չէ՞։ Նմանապես էլ եթե որևէ հանրության փորձում են ուրիշին նմանակել կամ ինչ-որ ֆանտազիոն, ինչ-որ կերպարներ ստեղծել, ու լինում է ինչ որ մենք հիմա ունենք։ Մեր հանրությանը ուզում են սարքել հիմա մենք դեռ կքննարկենք միջումից հետո։ Այո, ներողություն ենք խնդրում, բայց մենք բաց չենք թողնելու, պարոն Պեպանյան, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, մի քանի րոպե դիմացեք, մենք վերադառնալու ենք հենց այս կետից շարունակելու ակնկալիքով։ Մնացեք մեզ հետ։ Գնացինք։ Շարունակվում է մեր եթերը, եւս մեկ անգամ բարի լույս, եթե ընդհատվեց ձեզ համար, շարունակվեց եթերից դուրս էլ բարեկամներ։ Մեզ համար ու շատ հետաքրքիր, ու փորձենք ձեզ էլ դարձնել այս զրույցի մասնակիցը, կարող եք նաև զանգարել 349286 հեռախոսահամարով, քանի դեռ կա ժամանակ, մոտ 25-27 րոպե մենք ունենք զրուցելու համար։ Մեր հյուրն է քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը, եւ շարունակենք, մենք կանգ առանք շատ հետաքրքիր մի կետի վրա։ Հիմա փորձենք հիշել, դուք անմիջապես անցում կատարեցիք, ինձ մոտ դա տպավորվեց մեր նախարարների այդ սպանությունների հետ կապված, երբ հային հատուկ չէ ինչ որ մի բան գրավելը եւ ոչնչացնելը նրանց արժե համակարգը։ Ուրեմն այդ պատմական փաստը հետեւյալն է, որ Մամգոնը գալիս է Հայաստան, մի տեսակետ կա, որ ինքը վերադառնում է, ոչ թե նոր էր եկել, ես չեմ վիճակում, եւ մեր նախարարներից մեկը ընդդիմացել էր արքային, չեր ուզում ընդունել նոր կրոնը, ինչ որ այդ կարգի խնդիր կար եւ արքան Դրթատ երրորդի ժամանակ։ Չեմ հիշում հիմա այդ հատվածը, բայց փաստը հետեւյալն է, ինքը խնդիր է դնում, որ եթե սպանեք այդ նախարարին, ապա իր տարածքները իսկ տամ ձեզ։ Որն է Տարոն գավառը։ Գավառը եւ հայ նախարարներից ոչ մեկը, այդպես հին հայ, ոչ մեկ դա չի անում, Մամգոնը դա անում է, ձևացնում է թե իբր խալացական է, ապստամբում է արքայի դեմ եւ հարմարեցնելով մի անգամ սպանում է այդ նախարարին, դա իհարկե չի ողջունվում մյուս նախարարների կողմից, որովհետեւ դա հայկական մեթոդ չէր։ Քո հավասարին սպանել եւ նրա դիրույթները վերցնել, դա մեր արժանապատվերի մեջ չէր մտնում։ Հիմա բայց էլի իրենք դրական գործարել են, ես չեմ ուզում քննեմ։ Այսինքն այստեղից էլ փոքրիկ ակներ, որ նրանք եկվոր էին Մամիկոնյան։ Ցետը դրսում այնքան էին մնացել, որ արժեհամակարգից հետ այլ արժեհամակարգ էին բերում իրենց հետ։ Ուրեմն Գարեգին Նժդեհը, երբ որ առաջարկում է իր կոնցեպցիոն հանրությանը վերափոխելու, ինչպես մենք ասենք, եթե մարդը վթարվել է, ապա առողջ ժամանակը պիտի գտնեք, այդ մոդելը ասում է գտնեք իր ամենաառողջ ժամանակը եւ տեսնեք ինքը ինչ հատկանիշներ է ունեցել ու փորձենք, ասենք, վերարթնացնել կամ նմանվել, պիսի ինչ որ բարդ մեխանիզմ իրականացնել։ Ինքը նշում է Մամիկոնյանների շրջանի Հայաստանը, նկատի ունենալով, ասենք, այդ տոհմի, այդ վերջի փուլում, այդ տոհմի ունեցած դերակատարությունը մեր պատմության մեջ, որը իսկապես այնտեղ նմանակելու բան շատ կա, բայց մի էական տարբերություն կա, որ Գարեգին Նժդեհը նշելով Մամիկոնյաններին, ինքը միանշանակորեն չի ասում, թե հենց այդ դարերի կրոնական արժեհամակարգ վերցնենք։ Եթե ուշադիր նայեք, ինքը ամբողջ մեր պատմության ցիկլն է նայում, ընթացքն է նայում եւ որտեղ որ դրական
արժեքների կան, ինքը վերցնում է գլխավորապես հին, այսպես հայկական հավատքի շրջանից դերակ եք բավականին իդեալներ, գաղափարներ վեր է հանում եւ ինչ որ մի հատ համակարգ է առաջարկում կառուցել, այդ աշխատանքը կիսատ է մնացել, մենք եթե ուզում ենք ինչ որ վերափոխում իրականացնել, պիտի նաեւ հաշվի առնենք, թե վերջին 70-80 տարում մեր հանրությունը ինչ ճանապարհ գնաց, ինչ ձեռքբերումներ ունեցավ, ինչ դրական հատկանիշներ բերեց, ինչ բացական հատկանիշներ բերեց, որ չափով է փոխվել, ասենք այդ ուղղում այդ գործակիցը, եթե կարողանանք կատարել, ապա մեզ համար պարզ կլինի, թե ինչ է պետք անել, բայց այստեղ մեխանիզմը ես հիմա չանդրադառնամ, թե ինչպես է հնարավոր, ասենք մի քանի հազար տարի առաջվա արժեհամակարգը մարդու մոտ վերարտացնել, սա շատ բարդ Չէ, այստեղ հանդիմացողներ միշտ կլինեն, որովհետև ժամանակները փոխվել են, ուրեմն տեսեք, վերարտնացվում են մնայուն արժեքները, ոչ կացութաձևը այն ժամանակվա չենք ասում նիզակներով քայլեք, այլ արժեհամակարգը ունեցողությունը ճիշտ պատճառներով մոռացել է հետա բերում եւ չմոռանանք, որ նորը դա մոռացված հինն է։ Սա բարդ մեխանիզմ է, ես դրա շուրջ չեմ խոսահիմի, բայց ասեմ, որ կան ազգեր, որ դա արել են։ Այստեղ պետք է որ ազգի օրինակներով եթե ասեք, մենք ավելի բարձր ասեմ ազգի ընտրանին բացի դասական քաղաքագետներից պարտադիր պայման է, որ լինեն մարդիկ, ովքեր ունեն գիտելիքներ, առնչություններ էզոթերիկայից եւ այլ գիտելիքներից, որտեղ մարդը ինքը այսպես սովորական մի ինչ չէ, նա մի քիչ բարդ երևույթ է եւ հարկավոր է գտնել մարդու վրա ազդելու ինչ որ այլ մեխանիզմներ եւս, որովհետեւ ես երբեմն ասում եմ մեր խնդրեմը որ կա, մեր խնդրեմի լուծումը այն հարթության մեջ չէ, որը մենք որոնում ենք։ Դա մի քիչ ավելի բարձր հարթության մեջ է եւ դա լուծումը կարող են տեսնել մի ուրիշ որակի մարդիկ, որոնք այլ հատկանիշներ ունեն, այսպես ասեմ, էլի։ Սա փակենք այս թեման, իսկ ժողովուրդները ովքեր արել են այս ժամանակ Եվրոպայում համարյա բոլորը դա արեցին, ազգայնական շարժումներ սկսվեցին, իտալացիները արեցին, գերմանացիները արեցին, Ճապոնիայում այդ բանը կա։ Հիմա եթե ուշադրին նայեք Վրաստանում էլ այդ համակարգը համարյա իրականացնում են, ես ժամանակ էլ չունեմ ամբողջությամբ հետևելու, բայց այն կծկտուր տեղեկությունները, որ ստանում եմ 1-2 կլիպ եմ տեսել, ես մտածել եմ, որ այս համակարգը իրենք տեղայնացնում են, իրենց համար տեղայնացնում են։ Դուք կտեսնեք դա ազգայնականության դրսևորում են, անգամ եկեղեցականներն են ազգայնական եւ այլը, ինչ որ վրացի ազգի այսպես վերարտնացում իր դերի կարևորում, սրանք դետալներ ես մեջ չեմ ուզում այդ մասին խոսանք, մի հատ ուրիշ երևույթի վրա եմ ուզում անդրադառնալ, որ մեր քաղաքական գործիչները հաշվի չեն առնում։ Մենք տեսանք, որ ունենալով հզոր արժեհամակարգ, այդ հզոր արժեհամակարգը ձեր հյուրերը ներկայացնում են։ Ես դրա համար չեմ կենտրոնանա, հետո դա մասնագետներ չեմ, ես էլ իրենցից եմ սովորում։ Իրենք ներկայացնում են ով է եղել հայ հանրությունը անհիշելի ժամանակներում, ճակերտավոր ու աշխարհում ունեցել է դերակատարություն։ Դա թողնենք ուրիշներին։ Դրանից հետո ինչ փոփոխություններ են եղել մեր մոտ, շատ արագ անցանք եւ ես որ այս հաշվարկը անում էի, ասենք ստանում էի 88 թվականի հայ ժողովուրդ, ազգային վերելք, ինչ որ գաղափար, մի քանի տարի եւ դրանից հետո եղավ անկում։ Բայց Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդը ինչ որ մի մակարդակի է դու դրան ոգևորել ես, ապա եթե անկում լիներ, գոնե պիտի իջներ նույն մակարդակին, չէ՞, այդ ոգևորությունը պիտի մնացորդային լիներ, ինչ որ լիներ կամ քիչ իջներ։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ ահա որ ներքև իջավ եւ հարց է առաջանում, բայց ո՞նց կարող է այդպես լինի։ Տեսականորեն դա հնարավոր չի, չէ՞։ Վերջերում ինչ որ բան պահեի։ Այս հարցի վրա ես բավական երկար շարժվեցի, չէի կարողանում հասկանալ, ասենք բանաձև պայմանական են, բանաձևով գրում ես, պետք է ստացվեր հայ հանրությունը գնահատես -20, օրինակ եմ, ասած -200։ Ինչու այդ 180-ը որտեղից եկավ այս մինուս։ Այս է հարցը, որ ելի մեր քաղաքական միտքը կարծես չի էլ ուզում դրանից զբաղվի, ասեց իրենք պարզ մակերեսային գիտեն ով է մեղավոր եւ գնում են։ Սկսեցի ուսումնասիրել կապիտալիզմի կայացումը։ Վերջերում մեզ մոտ, ասենք, սոցիալիստական համակարգից ցանցում եղավ կապիտալիստականին, սկսեցի հասկանալ, փորձել հասկանալ ինքը ինչ է նշանակում
եւ ինքը այդ նոր համակարգը, որ եկել է, ինչպես է ազդել այլ ժողովուրդների վրա, որոնք ժամանակին ընդունել են դա։ Ու երբ որ ուսումնասիրում ես, ապա շատ տխուր պատկեր է բացվում, ասենք Անգլիայի օրինակը 1600-ական թվականներին, հետո Եվրոպաներում եղավ, այդ համակարգը, որ գալիս է քո հանրության մեջ, ինքը որպեսզի կայանա քո եղած արժեհամակարգերը պիտի ջարդի։ Եթե դուք միաբանված եք, դուք իրար տոկոսով փող չեք տալիս, դուք իրար հարգում եք տոհմերով, որպես ազգ, որպես հանրություն, այս շուկայական տնտեսություն չի կայանա։ Այնտեղ որպեսի տնտեսությունը կայանա, մարդիկ առանձին լինեն, իրար չճանաչեն, բարեկամ չլինեն, որպեսի դու կարողանաս ազատ այնտեղ Առևտուրանես, տոկոսով փող տաս, չմտածես ինքը կտուժի, չի տուժի, կմահանա, չի մահանա, կարծես հիմա մեր մոտ էլ ներդրվում է հենց այդ քաղաքականությունը։ Չէ, դա վաղուց արդեն։ Ուրեմն ինքը որ գալիս է, տեսեք Անգլիան որ եկավ, իրենք պահպանողական, ասպետական շրջանում էր, արժեհամակարգով, այսպես տղամարդը իր վարքականոնը ուներ։ Նույնիսկ այդ ժամանակ, երբ որ այդ համակարգը եկավ, քանդվեց, կհիշեք ոչխարները կերան մարդկանց։ Անգլիական գյուղացիները վերացան։ Մեծ մասը սպանվեց, մեծ մասին քշեցին քաղաքները եւ այնտեղ իրենց համար ֆաբրիկաներ կառուցեցին դաժանալի պայմաններով։ Այն դեպքում, երբ որ ասենք 50 տարի առաջ այդ մարդիկ զգում էին, որ իրանք ոնց է մենք ենք ասում նույն մարդու ժառանգներն են, չէ՞։ Հայքի ասենք, այդ զգացողությունը կարող մի անգամից ազգի եսը ոչնչացվեց։ Այն մյուսը սկսեց դիակների վրայով անցնել։ Ինչ եղավ այնտեղ, ասենք։ Ուրեմն հետևյալն է եղել։ Ինկվիզիցիայից փախչում են Անգլիա որոշակի մարդիկ, որոշ գաղափարներով, որոնք անգլիացիներ չեն։ Իրենց համար, ասենք, այդ տարածքը սուրբ չի, սրբազան չի, այդ մարդիկ իրենց համար հարազատ չեն, ջրվեժը իրենց համար նշանակություն չունի, անտառը նշանակություն չունի։ Օտար, ոնց որ ասեք, դու ես գնում օտար երկիր, քեզ համար այդքան էլ հարազատ չի, չէ՞։ Եկան որոշակի փիլիսոփայությամբ։ Ու ասենք հեյաները տարան իրենց ուսմունքը աստվածընտրյալության, որ դու պիտի հարստանաս մնացածները գապչուր ու կալվինիստները գնացին, մոտարապես այդ կարգի իրանք, ես շատ չեմ ուզում խորանամ, ես գիրք ունեմ այդ մասին կա, այս երկուսի համադրությունից շատ ուսմունք ձևավորվեց, այդպես է կոչվում էր աստվածընտրյալության, եւ մարդը պիտի ապացուցեր, որ ինքը ընտրված է, ասում են Քրիստոսը, որ եկավ, ոչ բոլորի մեղքերը վերցրեց, այլ հաջողակների, ընտրվածների։ Եվ իսկ ով է ընտրվածը, մի չափ են, չէ՞, ինչ որ մեզանից ով է ընտրվածը։ Որոշեցին հաջողությունը չափանիշ վերցնել։ Ով հաջողակ է, նա ընտրված է։ Իսկ հաջողակը ինչպես սահմանենք, որոշեցին փողը։ Եթե դու փող ունես, դու հարուստ ես, ուրեմն դու հաջողակ ես, ուրեմն Աստված քեզ ընտրել է, դու դրախտում տեղ ունես։ Իսկ այն մնացածը Այսինքն այս դրախտի տեղը կարելի է գումարով գնել։ Իրենք ունեն։ Իսկ նրանք ովքեր անհաջողակ են, ապա իրենց բառերն եմ ասում, մարդակերպ անասուններ են եւ Քրիստոսը կապ չունի իրենց հետ։ Հետեւաբար դու կարող ես վարվել իրենց հետ որպես անասունի։ Կարող ես սպանել։ Նայեք այն իրենց շրջաներում կա գումարով կարելի է սպանել, փող տալ։ Ասենք ինչպես անասուն են, էլի։ Այդ կարգի բան կար։ Ու իրենց մեջ առաջանում է այդ տրոհումը ազգի։ Սկսում են միմյանց ոտնատակել։ Մի ահավոր process է սկսվում։ Մարքսը միշտ ասում էր, որ կապիտալիզմի կայացումը դա բերում է բարոյական աղետի։ Հասարակությունը քանդվում է, ինչպես մի խառավիճ, իսկ սկսում են իրար ուտել, եթե, սակայն այդ եթե քո հանրությունը մինչ այդ կազմակերպված է եղել, ունեցել է օրենքներ, գրված կամ չգրված, ապա կապիտալիզմը որ գալիս է, որ քանդող իր հատկանիշներով, այդ քանդելն հետո բերում է տնտեսական հրաշք։ Մի անգամից այդ բացական չընկալենք, էլի։ Բայց եթե քո հանրությունը պատրաստ է դրան, ինչ որ միջնաբերդ ունի, կապեր կան, ինքը չի կարողանում քանդել, հանրությունը չի կործանում, բայց գուցե տնտեսական մի փոքրիկ աճ է գրանցում շատ չլինի։ Ու կան եվրոպական երկրները, որտեղ որ իրենք կազմակերպված էին, այդ մեծ կորուստներ չունեցան։ Ճապոնիայում ընդհանրապես չեղավ։ Վերցնենք մեր շրջանը։ Կապիտալիզմը գալիս է մերձբալթյան երկրներ եւ գալիս է Հայաստան, եւ ասենք ուրիշ Ռուսաստան եւ այլ։ Հիմա որ ուսումնասիրենք մերձբալթյան երկրներում պրոբլեմ չեղավ, որտեղ իրենց մոտ ազգայնականությունը կար, ազգի ընկալումը կար եւ զսպիչ ավանդույթներ կային, զսպիչ գործոններ կային եւ մարդիկ չարեցին այն ինչ որ ասենք տեղի ունեցավ Հայաստանում։ Թե ինչ եղավ Հայաստանում, լավ գիտեք, մի անգամից ասես ինչ որ մի գիշերում հայերին փոխեցին, սկսեցին մտածել ոնց կարելի է փող աշխատել,
Ու հիմա էլ եթե նայեք զուգահեռ անցկացնեք, այն ժամանակ որպեսի մարդը ասեցի ցույց տար, որ ինքը որ հարուստ է, չէր տանում թաքցնում եւ ասում ես հարուստ եմ, ցույց տար։ Որ դու տեսնես, որ ինքը հաջողական, մյուսները պիտի դղյակ կառուցեր, կարգեր պիտի ունենար, մարմնի տեսքը պիտի խնամված, համապատասխան էր։ Պարարտ լիներ, շղթաներ եւ այլն, երևար։ Հիմա դա մեր իրականություն է, եթե իշե կապիտալիզմի կայացումը այստեղ մի 10-15 տարի առաջ, մինչեւ հիմա շարունակվում է։ Մեծահարուստը պիտի ցույց տա։ Ինքը չի հասկանում, որ ինքը կրում է այդ նույն գաղափարախոսությունը, որ կար Աստված ընտրյալության, բայց այդ համակարգը իր հետ բերում է իրենից անկախ, ինքը պիտի ցույց տա, որ ես հաջողակ եմ, որ ինքը իրեն ասի, որ ես ընտրյալն եմ, իսկ դուք ո՞նց են վերաբերվում մեր մեծահարուստների մյուսների հանդեպ։ Նույնը ինչ որ ասենք Անգլիայում էր։ Հիմա նայեք ազգի կեսը ինչ վիճակում է, մյուս կեսը ինչ վիճակում, որ նայես կարծես թե նույն ազգը չի, տարբեր ազգեր են այստեղ։ Բայց եթե գնում ես խորհրդային շրջան, երբ որ չկար կապիտալիզմը, այնտեղ կար որոշակի, չգիտեմ, քանի տարեկան եք, հիշեք, որ մարդիկ, ասենք, հարևաններով, թաղերով, որոշակի զսպիչ, հարգանքի եւ այլը ներքին կարգուկանոն կար, բարոյական արժանապատվը պահում էր։ Ամոթ կար, թափ, իսկ կապիտալիզմը որ գալիս է, կապիտալիզմը այդ բոլոր դրական բաները ջարդում է։ Ավերում է իր համար ճանապարհ է բացում, որ ինքը կարողանա զարգանա։ Այ հիմա եթե մենք ուզում ենք իրականությունը փոխենք, նաև այս գործոնը պիտի հաշվի առնենք։ Մի րոպե, ինձ հետաքրքիր ուրիշ բան, բայց Անգլիան ոտքի կանգնեց, այնուամենայնիվ, ոչ այնքան որքան որ նա ասպետական շրջանում էր, ոչ այն արժեքներով գուցե, բայց դրանց հետևանքները եւ շարունակություն չի մոռացվել, այնտեղ նաև այդ ասպետական շրջանի ինչ որ նմուշներ, ինչ որ կերպ իրենք ուշքի եկան։ Դուք ինձ հիշեցրեք իմ մի հրապարակումը, որ 2001 թվականին եմ գրել, կոչվում էր անցումային փուլը չի անցնելու։ Մեր մոտ։ Հա, մեզ ոչ չի անցնելու։ Ինչ երկար է տևում այդ։ Անցումային փուլը որպեսզի անցնի, մի որոշ process-ը որ գնում է, հակակշիռներ են պետք, ասեսնող են պետք, որ ասենք հետո իրան կանգնեցնեն, հետո ասեն հիմա հետ գնա կամ մեկ այլ ճանապարհով գնա։ Որպես անցումային փուլը անցնի, այդ իմացած զսպիչները հանրային գիտակցության մեջ, հանրային վարքի մեջ զսպիչներ են պետք։ Չի կարելիների ինստիտուտ է պետք, որ կարողանա պահի, եթե մեքենան իջնում է ձորով ու արգելակ չունի, Պարզ է ինչ է լինելու, չէ, անընդհատ գնալու, եթե իհարկե ինչ-որ չջախջախվի։ Մեր մոտ հիմա այս վիճակն է։ Ես անգլիականը շատ չեմ ուսումնասիրել, բայց այնտեղ կային հաստատ այդ արժի համակարգերը, որ պահում էին։ Մեզանում եղած է քանդվեց, հայ էլիտան չի կարողանում գիտակցել այս ամենը եւ դրան համարժեք ինչ որ զսպիչներ։ Ով է հայ էլիտան, էլիտան էլ է փոխվել, այսինքն այդ մի գիշերում հարստացած ես հայ էլիտան ասելով նկատի ունեմ նրանց, ովքեր այս խնդիրը հասկանում են եւ երևում է հանրությանը, էլիտայի մասին եք խոսում, այլ ոչ այսօրվա արժեքները։ Ես սովորաբար բառից առաջ օգտագործում իրական էլիտա, ոչ թե նրանք, ովքեր երևում են։ Ոչ թե հարուստները։ Չէ, դրանք ուղղակի էլիտան։ Էլիտան միտք կրողներ են, ովքեր մտահոգ են եւ ուզում են ինչ-որ երկ առաջարկել։ Այս խնդիրները պիտի կարողանանք մենք դնենք մեր առջև, հիվանդության ախտորոշումը ինչքան էլ դաժան լինի, քաջությունը մենք պիտի ունենանք, որ ասենք ահա սա է մեր ախտորոշումը, սա էլ հիվանդության պատմությունը, սա էլ նպաստող գործոններն են, ես նշեցի մեկը, ուրիշ գործոններ էլ կան, այդ մասին չխոսամ, հա, որ շատերը չի որ գուզեն, որ մենք ոտքի կանգնենք, այս ամեն ինչը պիտի դնի սեղաներա եւ փորձի ելք գտնի, որը ասում եմ անհնար բան չի։ Հասարակության ռեաբիլիտացիա, այսպես ասենք։ Դա կոչվում է նշտեղացներ վերարտնացում։ Իսկ ճգնաժամային շրջաներում ինչպեսին հիմա կարելի է որոշակի առումով բնորոշել մեր իրավիճակը, մենք շատ հաճախ ինչ որ արկայություններ նկատում ենք, որոնք բնորոշում են որպես ազգային զարթոնքի նշույլներ, այդ ոգին կարող է արթնանալ արդեն ինքնապաշտպանական հենց ֆունկցիաներից ելնելով, հա։ Ուրեմն ինձանից խելացի մարդիկ ասում են, որ այդ ֆորհարությունը հայտնվում է ճգնաժամի մեջ, շատ վատ երկու ելք ունի, կամ իջնելու է մի հատ ուրիշ ավելի խոր ճգնաժամի մեջ, կամ պիտի վեր բարձրանա։ Իսկ մի հատ ուրիշ խելացի մարդ ում անունը տալը անեսքպես մի բան է, ինքը ասում էր, երբ որ դուք հայտնվում եք ճգնաժամի մեջ, դա ընտիր նախադրյալ է վերելքի համար։ Որովհետև այս ժամանակ նույնիսկ ինքը եթե համակարգ ուներ, չէր աշխատացնում, ասում էր մի քիչ համբերենք, հարությունը լսում է 1-2-ին դեռ, թող իրենց էլ չլսի, իրենք էլ կհամոզի, որ իրենք էլ լուծում բերողը չեն, այլ երբ որ կգա անհուսության վիճակը, երբ որ ոչ մի բանի հույս չեն ունենա,
Այս ժամանակ դու ձեր համակարգը միացրեք։ Հիմա ես չգիտեմ համակարգը միացնում են թե չեն միացնում, բայց առանձին մարդիկ, ասենք մեկը ես, մեկը դուք, անհանգստությունից դուք ինքներդ եք սկսում որոնել, ինչ անենք, ոնց անենք, պատմություն եք հետ նայում, եւ ամենաառաջի քայլը դուք ուզում եք ասել ժողովուրդ, ախր մենք այդքան վատը չենք, հույսներդ մի կտրեք եւ պատմությունից եք ինչ որ դրվագներ բերում, են ձեր հաղորդումը կարելի ասել դրա առապացույցն է, որ դուք էլ ձեր դերն եք ուզում կատարել։ Այդ ճգնաժամային իրավիճակներում հանրության ուղեղը սկսում է աշխատել, երբ որ կա կործանման վտանգը, արդեն սկսում են իրենք կա իրական կործանման վտանգը ձեր պատկերացմամբ, ինձ հետ չեք տեսնում դուք։ Չէ, ես տեսնում եմ, ինձ հետաքրքիր դուք ինչպես եք տեսնում այդ կործանումը, դա կլինի ձուլում, դա կլինի մասսայական ոչնչացում, դա կլինի սովամահ լինել, որովհետև ամեն ինչ էլ հնարավոր է, դեպ ոչինչ անհնարին չէ, թե մենք այսպես շարունակենք։ Բայց ասենք հիմա իրավիճակը շատ տխուր է եւ հանրությունը աստիճանաբար դադարում է լինել հայ։ Մենք էլ չենք հիմի։ Մեզ ուզում են պլաստիկ վիրահատություն անեն, դարձնել եվրոպացի, ինձ դա է հետաքրքրում, դա որքանով է ձեզ մտահոգում։ Դա չի ստացվի։ Մենք եվրոպացի չենք դառնա, ավելի վատ կլինի։ Մենք պիտի, ես ասեցի, եթե մենք մեզ ուզում են վերականգնել, մեր առողջ ժամանակվա պատկերը, պիտի մենք տեսնենք ու փորձենք այդտեղից ինչը մենք կարող ենք անել։ Ու ասեմ, որ վիճակը այնքան էլ տխուր չի, քանի որ նույնիսկ դրսերում մարդիկ ովքեր էլի մտահոգ են աշխարհի մարդկության ճակատագրով, իրենք էլ որոնումների մեջ են ու շատ-շատերի հայացքը այս կողմն է։ Ձեր մերը այստեղ շատ խելացի բաներ են ասել, որ Հայաստանի տարածքը հենց այնպես սովորական տարածք չի եւ շատ մտքեր ժամանակին այստեղ են գեներացվել կամ ստացվել, արժեքամակարգ է առաջացել, տարածվել աշխարհով, չի բացառվում, որ մենք այդ մի փուլ առաջ ենք կանգնած։ Ինձ շատ հետաքրքիր է մարդիկ, ովքեր այսօր ունեն հնարավորություններ ձեր ուսումնասիրությունների համաձայն, օրինակ ձգտել են այդ ցուցադրական պահին ներկայացնել իրենց որպես ընտրյալ, ընտրված եւ այլն։ Գալիս է արդյոք մի պահ, մի տարիք, մի շրջան այդ մարդկանց մոտ, որ հագենում են այդ ամենից եւ արտանում է նրանց մոտ ցանկությունը հասարակական ակտիվություն ցուցաբերել։ Մինչև նրանք հագենում են, մնացածը սովամահ են լինում, ամբողջ խնդիրը դա է։ Ամեն դեպքում, բայց ես ուզում եմ կա այդպիսի տարբերակ, կա ինչ-որ շրջան մարդ, որ կշտանա այդ ամենից եւ արդեն հասունացման հետ իր իսկ անձի հասունացման հետ փորձի ուսումնասիրել, փորձի հասկանալ, ինչ է նա ամենամինիմալը մտածում է ինչ է թողում իր որդիներին, բայց կա մի պահ, որ մտածի ոչ թե որդիներին, այլ ընդհանուր առմամբ ինչ է թողնում իրենից հետո իր երկրի համար ինչ կարող է անել։ Ուրեմն առանձին դեպքեր հնարավոր են եւ հնարավոր է ժամանակի ընթացքում մեծամասնությունը դեր ասած ճանապարհով գնա, բայց ես դուք ասացիք, ես հիշեցի, երբ որ ուսումնասիրում էի Անգլիայի փորձը 1600-ական թվականներին, այն ժամանակ քանի որ խնդիր էր դրված ցույց տալ, որ դու ընտրյալ ես, մարդիկ հարստանում էին ոչ թե իրենց կենցաղային պահանջները բավարարելու համար, իրենց զավակների ապագան ապահովելու համար, որ ասենք հաշվարկեին լավ 1000 տարի արդեն ապահովեցի հերիքը հիմա մտածել, հիմա ազգի մայրենիքը, երբ որ խնդիր է դրված ցույց տալ, որ դու ընտրյալն ես, ինչքան շատ փող ունես, այնքան ավելի շատ ես ընտրյալ, այնքան ավելի բարձր ես տեղ ունես այնտեղ։ Այդ դեպքում արդեն դու էլ չես հասկանում, դու ով ես դառնում։ Դու դառնում ես սպունգ, որը պետք է կլանի ինքը իրեն ինչ որ մի բան ապացուցելու համար։ Ես չգիտեմ մեր մեծահարուստների մոտ այս երևույթը կա թե չէ, բայց Անգլիայում ոչինչ չէր զսպում մարդկանց հարստացման խորժակը։ Եվ անընդհատ միջև հիմա էլ կա իրենց մոտ արտահայտություն, ինչ արժենն է։ Ինչքան ունի, այդքան ինքը մարդ է։ Եթե այդպես են չափում մարդուն, եթե ինքը ունի 10 միլիարդ, մեկը 15 միլիարդ, կնշանակի ինքը դրանից պակաս արժեք ունի եւ հետեւաբար զգտի որ ինքը լավ, եթե այսպեսի մի բան եմ ուզում ասել։ Ինձ միշտ Անգլիան թվացել է այն երկիրը, այն արժեհամակարգ ունեցող, որ ազնվականությունը միշտ առավել է գնահատվել, այսինքն միայն ֆինանսական կարողությամբ չէր կարող համատել ինչ-որ մեկը, որ ֆինանսական անկարող է, բայց ազնվական ծագում ունի։ Այսօր էլ այդ միտումը կա, չէ՞, այդ տենդենսը կա, որ ամեն դեպքում որքան դու հարուստ ես եւ հետո սկսում են, չէ՞, օրինակ վերել այ իմ պապը, պապերը այսքան հարուստ են եղել, այսինքն դու ուզում ես ընդգծել քո
ազնվական ծագումը առանց ազնվական ուրիշ է, հարուստը հիմա ընկալումն եմ ասում, այսօրվա ընկալումը ազնվականության էլի շատ մարդկանց մոտ գումարի հետ է կապվում, այլ ոչ թե խելքի, այլ ոչ թե արածների, բայց ես ուրիշ շատ խելոք բան եմ ուզում ասել, գիտես որ մոռացա։ Գնաց։ Ուզում եմ ասել, որ ենթադրենք, հա, Անգլիան այնքան հարուստ երկիր է կամ եվրոպական հարուստ երկրներ կա, որ նրանք կարող են այդպես միլիարդներ դիզել բարձրանալ։ Մենք ունենք ուրիշ խնդիր։ Երկրում ապրում է, թող ոչ, ով ուզում է թող ընդդիմանա, ինչ ուզում են ինձ ասեն, 1.5 միլիոնից ավել այս երկրում չի ապրում մարդ։ Քաղաքում չէ, երկրում։ Բոլորը քաղաքում են ապրում, գյուղերում ընդհանրապես մարդ չկա։ Քիչ են մնացել։ Հատուկենտ տներ են ապրում գյուղերում։ Լավ, դիզեցինք 1 միլիարդ, 5 միլիարդ, 6 միլիարդ, դու ունեցար այդ գումարը, իսկ վաղվա օրվա մասին ով է մտածելու, երբ որ ամբողջ ժողովուրդը արդեն սնանկանում է ու ոչնչանում է, դու ում վրա ես կառավարելու, հա, հիշենք Արտաշես Արտավազդ այդ լեգենդը, դու գնացիր ու քեզ հետ ամեն ինչ տարար, ես հիմա ում կառավարեմ։ Նույն բանը մեզ է սպասվում առաջիկայում, եթե մեր հարուստները շարունակեն հարստահարել մարդկանց։ Ի վերջո ոչ ոք չի մնա, ելումից պիտի իրենք այդ փողը դիզեն։ Այս խնդիրը ոչ մեկին չի մտահոգում արդյոք։ Մտահոգում է, իրենց չգիտեմ։ Հա, բայց ես մտահոգում Ես քեզ նման փորձում եմ հասկանալ ինչու են մարդիկ այդպես մտածում, ես օրինակներ բերեցի համաշխարհային պատմությունից, նաև այստեղ երկու բան եմ ուզում չմոռանամ, առաջինը զվարճես մի հոդված էի գրել, ով է այն հայը, ում դու չես ճանաչում։ Նույն այդ կապիտալիզմի բերածն է, եթե այն հայը, ում դու չես ճանաչում, նա քեզ թշնամի է, նա քեզ հարազատ չէ, նա քեզ արյունակից չէ, ինչու ես կանես իր հետ։ Իսկ եթե նա քեզ դու զգում ես, որ դուք մի նախնին ունեք, դուք ամենակարևորը դուք ճակատագրորեն իրար հետ կապված եք, սա կարևոր մի բան է, ես ինքս տեսել եմ նժույգները սարերում գնում են եւ մտրուկները հետ են մնում, այնտեղ ոչ մեկը չգիտի ով ում ձակն է, բայց մեծերը արուները հետ են դառնում, փոքրերին քշում են, մտցնում են երամակի մեջ, որ ասեն գարերը չվնասեն։ Իրանց մոտ կա այս ռեֆլեքսը, որ եթե մենք բոլոր ձակուկներին տիրություն անենք, իմ սեփական ձակուկի ապրելու հավանականությունը կմեծանա։ Սա կա բնազդով կա կենդանիների մոտ, մեր մոտ սա էլ է հանվել, որ ասենք մարդը այնքան է դեգրադացել, որ չի հասկանում, որ այս մարդուն ես որ կեղեքում եմ, հետագայում ինքը կգնա Հայաստանից, իր տղան ստեղ չի լինի, որ գնա բանակ, կամ իմ սպառողը չի դառնա, հետագայում ես ինքս խնդիր կունենամ, իմ երեխաները խնդրեմ են ունենալու։ Այս ճակատագրով կապվածության զգացողությունը, երբ որ թուլացել է, չասեմ ամբողջությամբ հանվել, երբ որ թուլանում է, արդեն ուրեմն կասի չոր կա։ Շնորհակալություն։ Ցավոք մեզ հատկացված եթերան ժամն էլ ավարտվեց, մենք առաջիկայում էլի կհանդիպենք ու այս ամենի մասին էլի կխոսենք մանրամասն։ Սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետաքրքիր բոլոր այս թեմաները, եթե դուք էլ մտահոգված եք ազգի ճակատագրով, հետաքրքրված եք նրա անցյալով, ու ընդհանրապես նման քննարկումները ձեզ հոգեհարազատ են, համացանցում, մասնավորապես Facebook-ում փնտրեք Կենտրոն TV, սկսենք նորից էջը, որտեղ բոլոր ձայնագրությունները YouTube-ում իհարկե կան, բայց ավելի հեշտ է գտնել այս տարբերակով։ Այս թեմաները անպայման տեղ են գտնում մեր Facebook-յան էջում բարեկամներ։ Մասնակցեք, արտահայտեք ձեր կարծիքը, խնդրեմ, նաև նշեք թե ինչ հյուրեր կցանկանաք տեսնել մեր տաղավարում։ Ձեզ շնորհակալ ենք։ Եվ հիշեցնենք, որ մեր հյուրներ գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։ Դու չգիտես հոգու ինչ զգացողությամբ հիմա ավարտես եթերը ու մի քիչ ծանր թե հուսադրող, հուսադրող, Հաջորդ անգամ կհրավիրեք հուսադրեմ։ Ես հիմա ստիպեցի որ մտածել։ Մտահոգ։ Բայց հույսեր կան։ Ինչպիսի հույսեր կան, դա հաջորդ անգամ։ Մենք հանդիպենք վաղը։